Իրանը-ամերիկյան նոր բանակցություններ եղել են, թե ոչ, Թրամփը հաստատում է Իրանը հերքում, ով կստանձնի հնարավոր բանակցություններում միջնորդի դերը։ Լիբանանը Իրանի նոր դեսպանին persona non grata է հայտարարել, արտաքսել երկրից, որն է պատճառը։ Սահմանադրությունը փոխելը ում շահերից է ելնում, խորհրդարանի նախագահը բացատրել է, թե ինչու է փոխել դիրքորոշումը։ Ինչու է ընտրությունը կանգ առել ՔՓԱ-ական падգամավորի վրա, թեժ քննարկում խորհրդարանում, որն այսօր Սահմանադրական դատարանի նոր անդամ էր ընտրում։ Մտահոգիչ թվեր քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության ավելացած դեպքերի, մասնագետները պատճառների մասին։ Հայաստանի չգնահատված ոսկին, ինչպես կառավարել ջրային ոլորտը, որ չհայտնվենք ջրային սթրեսի մեջ հայտնված երկրների ցանկում։ Զատկի ձուն ոսկու գնով, տոնից առաջ կտրուկ թանկացումներ են, ինչով է զբաղված շուկան վերահսկող մարմինը։ Զեղծարարների նոր հնարքը, կեղծ QR կոդերով են փորձում տիրանալ մեր անձնական հաշիվներին, մասնագետների զգուշացումը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Միջազգային լրատվամիջոցների սևեռակետում մերձավոր արևելյան հակամարտության մասին Թրամփի վերջին հայտարարությունն է, Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել մարտական գործողությունների դադարեցման շուրջ։ Իրանական կողմը տեղեկությունը կտրականապես հերքում է։ Իրանի արտգործնախարարության պաշտոնյան CBS-ին ասել է, թե Թեհրանում միայն ուսումնասիրում են Վաշինգտոնի կողմից միջնորդների միջոցով ուղարկված ուղերձը։ Պարսից ծոցի երկրներն էլ դիտարկում են Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու տարբերակը։ Իրանի շուրջ զարգացումներին հետևում է Նաիրի Մուրադյանը։ Քաղաքական բլեֆ, թե առավելագույն ճկուն քաղաքականության կիրառում կամ անճարակություն։ Թրամփն ինչ էլ հայտարարի, իրանական կողմը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հերքում է։ Այս անգամ Իրանի խորհրդանի խոսնակն է հերքել ԱՄՆ նախագահին։ Թրամփը հայտնել էր, թե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում։ Անալոգը մենք ունեցել ենք առնվազն վերջին 2 տարիների ընթացքում 2 անգամ։ Մեկը 2025 թվականի հունիսյան ռազմական գործողությունների ժամանակ 12-օրյա, մյուսը Օմանի միջնորդության բանակցությունների ֆոնին։ Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական եւ նավթի շուկաները մանիպուլացնելու եւ դրանք ճահճից դուրս հանելու համար, որտեղ խճճվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։ Թրամփը փորձում է նաև ժամանակ շահել։ Ըստ քաղաքագիտական համայնքի հնարավոր է, որ նա պատրաստվում է ընդլայնված ռազմական գործողությունների։ Միջազգային մամուլն իր հերթին գրեց, թե Վաշինգտոնը F-16 կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում։ Միացյալ Նահանգները պատրաստում են ավելի լայն կամ ավելի ռազմավարական հարվածներ հասցնելու Իրանին, ինչի համար անհրաժեշտ է գոնե առնվազն առաջիկայում որոշակի այսպես հանդարտության ֆոն ստեղծել, մինչև տեղի կունենան ուժերի վերջնական վերադասավորում։ Wall Street Journal-ը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են միանալ ԱՄՆ ռազմական գործողություններին Իրանի դեմ, քանի որ ըստ պարբերականի Թեհրանը հարվածներ է հասցնում նրանց տարածքներին։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բեն Սալմանի որոշմանն են սպասում։ Այդ երկրում են տեղակայված ԱՄՆ որոշ ռազմաբազաներ։ Կան տեղեկություններ, որ արդեն նախնական այսպես պայմանավորվածություններ կարծես թե ձեռք են բերվել։ Աշխարհի տնտեսության զարկերակներից Հորմուզի նեղուցը դարձել է համաշխարհային տնտեսության վայրիվերումների կիզակետը։ Financial Times-ը գրում է, թե Իրանի կողմից Թրամփի անընդհատ հերկվող հայտարարությունների ֆոնին նավթամթերքի շուկաներում, առևտրային բորսաներում տատանումները կայծակնային արագությամբ փոփոխությունների են ենթարկվում։ Օրինակ, The Insider-ը գրում է, թե թրեյդեր առևտրականները նավթի շուկայում գրեթե կես միլիարդ դոլարի խաղադրույքներ են կատարել 15 րոպե առաջ, մինչև Թրամփը գրառում կաներ Իրանի հետ հաջող բանակցությունների մասին։ ԱՄՆ նախագահի գրառումից հետո նավթի գները կտրուկ իջան եւ ֆոնդային ինդեքսները սկսեցին բարձրանալ։ Այս ցուցանիշները սակայն երկար չպահպանվեցին, երբ իրանական լրատվամիջոցները հայտնեցին, թե ԱՄՆ-Իրան բանակցություններ տեղի չեն ունեցել։ Դրանից հետո նավթի գները դարձյալ աճեցին։ Թրամփի վարչակազմը հերքել է նախագահի հայտարարության նախապատրաստման վերաբերյալ տեղեկության արտահոսքը։ Իդեպ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ավստրալիա կատարած այցի ժամանակ հայտնել է, թե
Եվրամիության որոշ երկրներ պատրաստվում են նպաստել Հորմուզի նեղուցը պաշտպանելու առաքելությանը, սակայն ըստ նրա դա տեղի կունենա պատերազմի ավարտից հետո միայն։ Մենք բոլորս զգում ենք գազի եւ նավթի գների աճի ազդեցությունը մեր բիզնեսի եւ հասարակությունների վրա։ Նեղուցը կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում էներգամատակարարման համար։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննադատել է Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումը, այդ գործողություններն անվանելով միջազգային իրավունքի խախտում։ Մեր արտաքին քաղաքականությունն առավել համոզիչ չի դառնա, եթե մենք միջազգային իրավունքի խախտումը չանվանենք միջազգային իրավունքի խախտում։ Պատերազմի սկզբից ի վեր Իրանում 318 բուժ հաստատություն է վնասվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարված է հասցրել Կարմիր ծովի ափին Իսրայելի Էյլաթ քաղաքին եւ տարածաշրջանում մի քանի ամերիկյան ռազմաբազաների, նաեւ Դիմոնայի շրջանին, որի մոտ է գտնվում Իսրայելի հիմնական միջուկային օբյեկտը։ Իրանի կողմից Դիմոնային հասցված հարվածները, որը բնականաբար կարծում եմ այս պահին նախազգուշական էր, եւ Իսրայելի կողմից Նաթանզին հասցված հարվածները։ Այս երկու էպիզոդները այն մասին են, որ կողմերը կարծեք թե զգուշացնում են, որ չունեն այս առումով կարմիր գծեր։ Եվ Իրանը շարունակում է երկրի նկատմամբ դավաճանական քայլերի գնացած քաղաքացիների ձերբակալությունները։ Ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Ըստ Իրանի հետախուզության նախարարության 24 անձ ձերբակալվել է հարավային Համադան նահանգում գտնվող ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար։ Այդ օբյեկտներից մի քանիսը հրետակոծվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Լուրեստան նահանգում ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել հակառակորդի հետախուզության համար։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված 3 գործակալ է ձերբակալվել։ Շատերին խիստ դատաստան է սպասվում, ընդհուպ մահապատիժ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանը ամերիկյան հնարավոր բանակցությունների մասին հրապարակում է արել ամերիկյան Axios-ը հղում անելով իր աղբյուրներին, լրատվամիջոցը գրում է, թե Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Կուշները կարող են այս շաբաթ արդեն Պակիստանում հանդիպել իրանական պատվիրակության հետ։ Բանակցություններին հնարավոր է միանա նաեւ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Սպիտակ տան խոսնակ Լևիթը չի հերքել այս տեղեկությունները, բայց խորհուրդ է տվել սպասել Սպիտակ տան հաստատմանը։ Միաժամանակ Պակիստանի վարչապետ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ զրույցում առաջարկել է Իսլամաբադի օգնությունը խաղաղություն հաստատելու համար։ Նա հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։ Նա կփոխարինի իսրայելա-ամերիկյան հարվածից սպանված Ալի Լարիջանիին, հայտնել են Իրանի նախագահի աշխատակազմից, նշելով, որ թեկնածությունը Իրանի գերագույն առաջնորդն է հաստատել, նախագահն էլ հրամանագիրը ստորագրել է։ Հայտնի է, որ Զոլղադրը երկար տարիներ ծառայել է Իրանի հետ հեղափոխության պահապանների կորպուսում, 8 տարի լինելով կորպուսի փոխհրամանատար։ 2005 թվականին նա եղել է Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար, ապա Իրանի ներքին գործերի փոխնախարար։ Կտրուկ զարգացումներ Թեհրան-Բեյրութ հարաբերություններում Լիբանանի իշխանությունը չեղարկել է Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրումը, նրան հայտարարել persona non grata եւ հրամայել լքել երկիրը մինչեւ մարտի 29-ը։ Լիբանանի արտգործնախարարությունը դեսպան Մոհամմադ Ռեզա Շիբանին որպես անցանկալի անձ հայտարարելու պատճառ նշել է Իրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումը։ Լիբանանը նաեւ հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Իսրայելական Ինետ կայքը գրել է, թե սա հազվադեպ հանդիպող դիվանագիտական քայլ է ընթացող մարտական գործողությունների եւ ներքին լարվածության ֆոնին։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն էլ X-ի իր էջում ողջունել է Լիբանանի որոշումը Իրանի նոր դեսպանին Լիբանանից արտաքսելու վերաբերյալ, նշել, որ դա արդարացված եւ անհրաժեշտ քայլ է ընդդեմ Իրանի, որ նրա խոսքով պատասխանատու է Լիբանանի ինքնիշխանության խախտման, Հեզբոլահի միջոցով երկրի անուղղակի օկուպացիայի եւ այն պատերազմի մեջ ներքաշելու համար։ Հեզբոլլահը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Իսրայելի արևմտյան Գալիլեայի բնակավայրերը, ըստ Ալ-Հադադ հեռուստաալիքի, իսլամական դիմադրության ջոկատները Լիբանանի տարածքից ավելի քան 30 հրթիռ են արձակել Ակո, Նագարիա, Հայֆա քաղաքների եւ դրանց հարակից հրեական բնակավայրերի ուղղությամբ։ Հեռուստաալիքի տեղեկություններով դրանց մեծ մասը խոցել է իսրայելական երկաթե գմբեթ հոբ համակարգը։ Իր հերթին Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, ինչի հետևանքով 6 մարդ է վիրավորվել, հրթիռը ընկել է կենտրոնական թաղամասերից մեկում բնակելի շենքերի միջև։
Չինական և հնդկական տանկերները սկսել են օգտվել Թեհրանի կողմից երաշխավորված հատուկ անվտանգության երթուղիներից։ Bloomberg-ն է գրում, նշում, որ չինական Bright Gold տանկերը դուրս է եկել Պարսից ծոցից անցնելով Իրանի իշխանությունների հետ նախապես համաձայնեցված երթուղով։ Իրանի պաշտպանության խորհուրդն էլ հայտարարել է, ոչ թշնամական պետությունների նվերը կարող են անարգել անցնել նեղուցով, եթե նախապես համակարգեն իրենց տեղաշարժը Թեհրանի հետ։ Այս շաբաթ նույն երթուղուց օգտվել են նաև երկու հնդկական նավեր Նյու Դելհիի և Իրանի միջև բանակցություններից հետո։ Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրները ստանում են անվտանգության միջանցք, գրում է Bloomberg-ը։ Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր հարվածներ է հասցրել Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին պատկանող առնվազն 12 ռադիոլոկացիոն համակարգերի, որոնց արժեքը գերազանցում է $3 միլիարդ։ Թուրքական Անադոլու գործակալությունն է գրում, միաժամանակ նշելով, որ Միացյալ Նահանգների հրթիռների պաշարները սպառվում են։ Քուվեյթի իշխանությունների տվյալով Քուվեյթի միջազգային օդանավակայանի նորագույն ռադիոլոկացիոն համակարգը ևս եղել է իրանական հարձակման թիրախում։ Նախօրեին իրանական անօդաչու թռչող սարքը գրոհել է Բաղդադում ամերիկյան դեսպանատան տարածքում գտնվող ռադիոլոկացիոն համակարգի վրա, որը ապահովում էր հակահրթիռային, հակահրետանային և ականանետային պաշտպանություն և գնահատվում էր $2 միլիոն։ Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիան սկսել է ազդել նաև գլոբալ թվային ենթակառուցվածքների վրա։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի ակտիվության ֆոնին խաթարվել է Ամազոնի տվյալների կենտրոնների աշխատանքը Բահրեյնում։ Ամազոնը հայտնել է էլեկտրամատակարարման խնդիրների և ժամանակավորապես հաճախորդների տվյալներն այլ տարածաշրջաններ տեղափոխելու մասին։ Օրեր առաջ էլ իրանական ATS-ների հարվածներից հետո այդպիսի խնդիրներ են եղել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ամազոնի 2 կլաստեր մնացել է առանց էլեկտրամատակարարման, իսկ մեկի տվյալների կենտրոնում էլ անօդաչուների հարվածներից հետո հրդեհ է բռնկվել։ Իրանը հայտարարել է, որ շարունակելու է հարվածել տարածաշրջանում ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին։ Հայաստանի կառավարությունն ի դեպ երկրում թվայնացման և ամպային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Ամազոնի հետ ակտիվ բանակցությունների մեջ է։ Մենք ունենք մի դատա կենտրոն և հիմա, ինչպես գիտեք, 500 միլիոն նախատեսում են էլի ուրեմն մեծ դատա կենտրոնի համար։ Միգուցե այդ որոշումը, որ պետք է կայացվի, հաշվի կառնի այն փաստը, որ այստեղ էլ կա այդ դատա կենտրոնը և անպայման չի որևէ այլ տեղ պահել։ Սա սկզբունքային, այսինքն ստրատեգիական որոշում է, որը պետք է կառավարությունը կայացնի։ Հաջորդ թեմայի մասին Հայաստանի սահմանադրության փոփոխությունները Հայաստանի շահերի համար են, լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակը։ Սիմոնյանը նշել է, որ կառավարությունը այս գործընթացը նախաձեռնել է մեր երկրի գոյության համար, որ տարածաշրջանում որևէ երկիր մեզ իբրև վտանգ չդիտարկի։ Լրագրողները սակայն ազգային ժողովի նախագահին հիշեցրել են, որ 2 տարի առաջ նա այն համոզմանն էր, որ սահմանադրության փոփոխությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում պետք է լինի երկկողմանի և մենք փոխենք այն և Ադրբեջանը, որը ամբողջ Հայաստանի նկատմամբ հավակնություններ է ներկայացնում բարձրագույն օրենքով։ Դիտարկմանն ի պատասխան Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քաղաքական գործչի համար փոխվող աշխարհում չփոխվելը ամենավատն է, որ կարող է պատահել։ Մենք այդ սահմանադրությունը փոխում ենք, որովհետև Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա, Ամերիկան և Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա և ինչպես Կարինեն Արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Ես չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետև մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք և խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա և խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ինչու է ընտրությունը կանգ առել ՔՊԱ-ական պատգամավորի վրա, թեժ քննարկում խորհրդարանում, որն այսօր Սահմանադրական դատարանի նոր անդամ էր ընտրում։ Մտահոգիչ թվեր քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության ավելացած դեպքերի, մասնագետները պատճառների մասին։ Հայաստանի չգնահատված ոսկին, ինչպես կառավարել ջրային ոլորտը, որ չհայտնվենք ջրային սթրեսի մեջ հայտնված երկրների ցանկում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, նախ երկու միջազգային լուր։
4 մարդ է զոհվել Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ, այդ թվում երեխաներ վիրավորվել են, Ուկրաինայի նախագահ Զելենսկին է թվերը ներկայացրել։ Տելեգրամյան էջում նա գրել է, որ ռուսական կողմը ԱԹՍ-ներով ընդհանուր 390 հարված է հասցրել, բալիստիկ թևավոր հրթիռներով 34 հարված։ Նրա խոսքով երկրի 11 շրջան է տուժել, Զապորոժիեում, Պոլտավայում և Դնեպրում բարձրահարկ շենքեր են վնասվել, նաև հրդեհներ են բռնկվել։ Դնեպրում 14 հարկանի շենքի թիրախավորման պատճառով առնվազն 12 անձ է տուժել։ Զելենսկին շեշտել է, թե Իրանում պատերազմի ֆոնին Ուկրաինային տրամադրվող միջազգային աջակցությունը չպետք է նվազի։ Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցը արդիական է, Կիևը պետք է կողմնորոշվի ղեկավարի լիազորությունների ժամկետների լեգիտիմացման հարցում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով 2026 թվականի նախագահական ընտրությունների անցկացման չեղարկման վերաբերյալ Ուկրաինայի ընտրական հանձնաժողովի հայտարարության մասին հաղորդագրությունները։ Վերադառնանք Հայաստան, թեժ փաստարկներ և հակափաստարկներ խորհրդարանում, որն այսօր Սահմանադրական դատարանի նոր դատավոր էր ընտրում։ Այդ պաշտոնում երկրի նախագահը իշխանական պատգամավորը Վլադիմիր Վարդանյանին է առաջադրել։ Ընդդիմադիրներին հետաքրքրել է, թե ինչպես է ընտրությունը կանգ առել ՔՊԱ-ական անդամի վրա։ Վարդանյանը, որ վայր է դրել մանդատը, դեռ ժամանակ ունի դիմումը հետ վերցնելու, եթե հանկարծ բավարար թվով ձայներ չհավաքի։ Քվեարկության արդյունքները առջևում են։ ՔՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը հավակնում է պատգամավորական մանդատը փոխարինել սահմանադրական դատավորի պաշտոնով, Բաղրամյան 19-ից իջնել նույն պողոտայի 10-րդ հասցե։ Նա հանրապետության նախագահի թեկնածուն է սահմանադրական դատարանի կազմը համալրելու համար։ Հենց այս մասին հարց ընդդիմությունից, ինչ սկզբունքով է Վահագն Խաչատուրյանի ընտրությունը կանգ առել իշխանական պատգամավորի վրա։ Եթե չեմ սխալվում, Արմեն Սարգսյանի ժամանակ ինչ-որ մի մրցութային ձևաչափ էր ընտրված։ Հիմա կա այդպիսի բան, չկա։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման լիազորությունը նախագահի սահմանադրական լիազորություններից է, որի համար որպես այդպիսին սահմանված ընթացակարգ ընտրության, թեկնածուի ընտրության սահմանված չէ։ Համապատասխան թեկնածություններ ներկայացվել են նախագահին, մի քանի։ Ես գիտեմ, որ նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր թեկնածուների հետ, եւ պարոն Վարդանյանի թեկնածության ընտրությունը մանրամասներին չգիտեմ։ Ինքը նախագահ Խաչատուրյանի սահմանադրական դատավորի թեկնածու Վարդանյանը բարձր ատյանի պատմուճանը հագնելու համար դադարել է անդամակցել իշխող կուսակցությանը։ Սա օրենքի պահանջն է, սակայն նրա պատգամավորական լիազորությունները դեռ չի կասեցրել խորհրդարանի նախագահը։ Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմումն ամսի 19-ին է գրել, դեռ 2 օր կա, փոշմանի կամ էլ խորհրդարանի ընտրությանը չարժանանա, գործունեությունն ավարտող օրենսդիրում կմնա։ Քաղաքական թիվ 1 ամբիոնի մոտ առաջին անգամ չէ, բայց ասում է կունենա ոչ ստանդարտ ելույթ։ Միայն հիմա մինչև 30 րոպե այստեղից խոսելու իրավունք ունի։ Սահմանադրական դատարանը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ։ Չի կարող սահմանադրական դատարանը իրականացնել արդարադատություն կտրված պետությունից։ Չի կարող սահմանադրական դատարանը վեր լինել պետությունից։ Սահմանադրական դատարանը պետության պրոդուկտ է եւ պետք է գործի պետության շրջանակներում։ Խորհրդարանից քաղաքական գործիչը գնում է դատական համակարգ, այն էլ ամենաբարձր ատյան։ Թեկնածու Վարդանյանը եւս այստեղ ռիսկեր տեսնում է, դրանք փարատում նշելով, որ թե ազգային ժողովի падգամավորը, թե սահմանադրական դատարանի դատավորը իրենց պաշտոնը ստանձնում են երթումով, իսկ համապատասխան տեքստերի պահանջը գրեթե նույնական է, առաջնորդվել մայր օրենքով։ Մենք ցավոք թերագնահատում ենք շատ դեպքերում երթման ինստիտուտը, վերաբերելով այն որպես ինչ-որ փոքրիկ ժեստի։ Իրականում երթում ունի խորքային իրավական նշանակություն։ Ընդդիմադիրներին, սակայն Վարդանյանի փիլիսոփայությունը չի բավարարում։ Պատիվ ունեմ խմբակցությունից դեռևս իշխանական падգամավորի լիազորություններով սահմանադրական դատավորի թեկնածու Վարդանյանին պատմական էքսկուրսի են հրավիրում։ Դուք քննադատել եք սահմանադրական դատարանի այն դատավորին, որի դեմ ամբողջ իշխանությունը պայքարում էր։ Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է։ Եվ ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը հանրապետական կուսակցության անդամ է եղել, հետո դարձել է սահմանադրական դատարանի դատավոր, հետո նախագահ, եւ նա չի կարող ուղղակի լինել անաչառ դատավոր։ Հարցը անսպասելի չէր։ Գիտեք, ես Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ լինելով սահմանադրության նոր տեքստի ջատագով իր իսկ կողմից կերտված սահմանադրություն թողնում է մի կողմ
եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Այստեղ էլ ընդդիմադիրները հակափաստարկ ունեն, հիշեցնում են առայժմ գործող սահմանադրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ինչն է ստիպում մարդուն վերջ դնել սեփական կյանքին, քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների դեպքերին են անդրադարձել մի խումբ մասնագետներ, մտահոգիչ թվեր հնչեցրել։ Անցած տարվա ընթացքում ինքնասպանության 8 դեպք է գրանցվել, 26 հոգի 46 անգամ ինքնասպանության փորձ է արել։ Փորձագետների խոշորացույցում նաև բանակում զինակոչիկների իրավունքների պաշտպանության հարցերն են, որոնք հաճախ բախվում են բժշկական հանձնաժողովների որոշումների հետ։ Զորակոչիկների առողջական խնդիրների գնահատման գործընթացում հաճախ առաջանում են անհամաձայնություններ, ահազանգում են մասնագետները։ Դեպքեր են եղել, երբ առողջական հիմքով տարկետում ստացածները առանց վիճակի էական փոփոխության հաջորդող զորակոչին ճանաչվել են պիտանի։ Այստեղ եւս ունենք թե ժամանակի խնդիր, թե զորակոչի կազմակերպման, պատշաճ կազմակերպման խնդիր եւ արդյունքում բողոքարկման արդյունքում հնարավոր եղավ հասնել լրացուցիչ հետազոտությունների իրականացման եւ արդեն տարկետման տրամադրման որպես արդյունք։ Եղել են նաև իրավիճակներ, երբ անհրաժեշտ հետազոտությունները չեն իրականացվել եւ զորակոչիկներին առաջարկվել է դրանք կատարել սեփական միջոցներով։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների խոսքով գործող կարգավորումները չեն սահմանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի օրական փորձաքննությունների առավելագույն շեմը, ինչը նրանց գնահատմամբ ռիսկեր է ստեղծում թե փորձաքննությունների որակի, թե զորակոչիկների առողջության համար։ Մեր գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին իր վստահելի բժշկին որպես մասնագետ խորհրդատու ներգրավելու փորձաքննության գործընթացում դա կարող է ավելի մեծացնել զորակոչիկների վստահությունը հանձնաժողովի եզրակացությունների օբյեկտիվության վերաբերյալ։ Առողջության իրավունքը ենթադրում է ոչ միայն բուժօգնության հասանելիություն, այլև անվտանգ եւ արժանապատիվ պայմաններ։ Մասնագետները նկատում են, որ հիմնարկներում համակարգային խնդիրներ կան, քանի որ 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 16-ը եղել է կենսաբանական մահով, 8-ը ինքնասպանություն։ Ինչ կենսաբանական մահի մասին է խոսքը։ Ինչպիսի հետաքննություն է եղել, այսինքն այդ ամեն ինչը փակված վիճակում է գտնվում։ Մենք որպես դիտորդական խումբ արտադրության նախարարությունից թե առողջապահության նախարարությունից չենք ստացել նման պատասխան, ովքեր են գրել պատասխանատվություն։ ՄԻՊ-ից նշում են, որ ցուցանիշները անհանգստացնող են եւ դա վկայում է, որ ինքնասպանության եւ մահվան դեպքերի պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերահանման գործում թերացել են իրավասու մարմինները։ Թերացումները առավել արտահայտվել են ինքնասպանության դեպքերից առնվազն 2-ում, երբ մեկ դեպքում անձը բազմաթիվ ինքնավնասումներ է կատարել, իսկ մյուս դեպքում անձը կրկին ինքնասպանության փորձ է արել։ ՄԻՊ-ից նկատում են, նրանց նկատմամբ պետք է ուժեղացված հսկողություն սահմանեին։ Մենք ունենք ինքնասպանության նաև փորձի դեպքերի թվային աճ 2024 թվականին 14 անձի կողմից կատարվել է ինքնասպանության փորձի 19 դեպք, իսկ 25 թվականին 26 անձի կողմից կատարվել է ինքնասպանության 46 դեպք։ Շատ դեպքերում հնարավորություն են ունենում հոգեբանները ազատությունից զրկված անձանց հետ միայն մեկ անգամյա զրույց ունենալ, ինչը բնականաբար հնարավոր չէ մեկ անգամյա զրույցի միջոցով վերհանել ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկը։ Առանձնացնելով խնդիրները, մասնագետները հիշեցնում են, պետության լիարժեք վերահսկողության տակ գտնվող յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Աշխարհում քաղցրահամ ջրի պաշարներով հայտնի Հայաստանը մոտենում է ջրային սթրեսի մեջ գտնվող երկրների ցանկին։ Մեր երկիրը տասնյակ միլիարդ լիտրերով ջուր ունի, որը անիմաստ տեղը վատնվում է։ Հիդրոօթերոթաբանները գարնանային այս օրերին հայտնում են, որ հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Այդ ջուրը մեր երկրում չի ամբարվում, այլ հոսում է հարևան երկրներ։ Փորձագետները պնդում են, Հայաստանը ոչ թե ջրի, այլ ջրի կառավարման խնդիր ունի։ Իրանը սպառնում է հարվածել սեփական ենթակառուցվածքները ռազմարշավի համար տրամադրող Մերձավոր Արևելքի պետությունների աղազերծման կայաններին։ Ինչի մասին է այս լուրը։ Քաղցրահամ ջրի հասանելիության սահմանափակումը որպես ստրատեգիական նպատակների հասնելու միջոց կիրառելու մասին է։ Ինչպես Իսրայելում, այնպես էլ արաբական երկրներում ինքը կահարվածի ջրային օբյեկտ։ Ջրային օբյեկտը ինչ է, դա ձեռնարկություն է, որը ծովի ջուրը վերցնում է, համապատասխան քիմիական ուրեմն զտման գործընթացի անում, իրականացնում ու դարձնում է դա, ասենք, մարդու համար, ասենք, խմելու
կամ, չգիտեմ, լողանալու եւ այլն, նորմալ օգպիտանի ջուր։ Կանխատեսվում է, որ այս գործիքի կիրառման դեպքում արաբական աշխարհի երկրներում կարող է բնակչության գլոբալ տեղաշարժ գրանցվել։ Նույն Թեհրանում սա ամիսներ առաջ արդեն ֆիքսվել էր, երբ խմելու ջրի բացակայության պատճառով մարդիկ սկսել էին հեռանալ մայրաքաղաքից։ Այնպես չի, որ ձեռնարկությունը փոքր ձեռնարկություն է հարված, կես հետո կարելի է դա վերականգնել։ Եթե դա ոչնչացավ, դա ամիսներ ապեր, որ դու նորից այդ նույն ձեռնարկությունը բերես, կառուցես, բայց ամիսների ընթացքում քո բնակչությունը մի քանի միլիոն ոնց է ջրից օգտվելու, հատկապես երբ որ բավականին շոկ իրավիճակ է, չկա ջուր։ Հայաստանը բարեբախտաբար չունի ջրի աղազատման կայաններ։ Քաղցրահամ ջուրը մեզ մոտ առանց այդ էլ հասանելի է։ Վերականգնվող ջրի քանակը մեր երկրում ըստ համաշխարհային բանկի տվյալների նախորդ տարի կազմել է 7.2 միլիարդ խորանարդ մետր։ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող վերականգնվող ջրի քանակը տարեկան 2600 խորանարդ մետր է։ Համաձայն եք, տպավորիչ թիվ է։ Այդ դեպքում ինչու հայաստանցի սպառողն այդ թիվը չի տեսնում գետնի վրա, ասենք իր հողը մշակելիս։ Ջուրը, որը մենք կուտակում ենք, նա չի մնում։ Գնում է ուրա գնում չգիտենք, կարող է լրացնում է ստորգետնյա ջրերի պաշարները, կարող է գնում է մեր շատ սիրելի կամ ոչ այնքան հարևանների մոտ։ Ջրերի կառավարման ցածր մակարդակը մատնանշող մասնագետներն առաջին հերթին նկատի ունեն ջրի ամբարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բավարար չլինելը։ Մի բան է, երբ երկրի մակերևույթին տարվա ընթացքում 7 միլիարդ խորանարդ մետր բարձրակարգ քաղցրահամ ջուր է գոյանում, այլ բան, որ դա գոնե մասամբ ամբարել է պետք։ Ջրամբարները Հայաստանի ուժեղ կողմը չեն։ Եղածներն էլ ունեն տարատեսակ խնդիրներ, որոնք հանգեցնում են ջրի մեծ կորստի։ 72 ջրամբար ունենք, շատ վաղուց չեն վերանորոգվել։ Կալմատաշ չի արվում։ Այդ անցքերի մեջ սրսկվում էր ցեմենտի լուծույթ, որը փակում էր հետո չորանալուց, պնդանալուց հետո փակում էր այդ խոռոչները եւ ջրի կորուստները պակասում էին։ Ջրամբարների քանակը բավականին քիչ է Հայաստանում, ի տարբերություն օրինակ հարևան Թուրքիայի, որը ըստ մասնագետների տարածաշրջանում ջրերի կուտակման քաղաքականություն է վարում, հարևաններին իր բեռի մեջ պահելու համար։ Նույնն արվում է մեր սահմանագոտում, որտեղ արդեն երրորդ թուրքական ջրամբարի շինարարությունն է հասնում ավարտին։ Այն օգտվելու է Արաքսի ջրերից։ Այս իրավիճակում Հայաստանն էլ պետք է նույն քաղաքականությունը որդեգրի եւ հնարավորինս ամբարի այս սեզոնին գոյացող ջուրը, կարծում են մասնագետները։ Ասենք թե ջրամբարի պարունակությունը ընդունենք 30 միլիոն խորանարդ մետր։ Բայց այդ 30 միլիոնը մենք բոլորը չենք օգտագործում։ Գաղափար կա, նորմալ նպատորտի գարիզոն եւ կա մյորտվի գարիզոն, նորմալնից մինչև մյորտվին պետք է օգտագործես։ Իսկ մենք շատ հաճախ օգտագործում ենք մինչև վերջի կաթիլը, որը չի կարելի։ Համաշխարհային համապատասխան սխանդղակով Հայաստանում ամեն տարի գոյացող քաղցրահամ ջրի քանակը համարվում է բավարար, քանի որ բարձր է մեկ անձի հաշվարկով 1700 խորանարդ մետր շեմից։ Սակայն մենք մոտենում ենք ջրային սթրեսի գոտուն, եթե հաշվի առնենք կլիմայական փոփոխությունները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Զատկի ձուն ոսկու գնով, տոնից առաջ կտրուկ թանկացումներ են, ինչով է զբաղված շուկան վերահսկող մարմինը։ Զեղծարարների նոր հնարքը, կեղծ QR կոդերով են փորձում տիրանալ մեր անձնական հաշիվներին, մասնագետների զգուշացումը։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Սուրբ Զատկին ընթառաջ հավքիթի արժեքը օրորի ոսկուգին է դառնում առևտրային վաճառքի կենտրոններում, խանութներում այս օրերին համար մեկ չափի ձուն վաճառվում է 95-ից 100 դրամով, երկրորդ համարինը 110-ից 120 դրամով։ Ազգային վիճակագրական տվյալների համաձայն այս տարվա հունվարին անցած տարվա ժամանակահատվածի հետ համեմատ ձվի գինը բարձրացել է 11.7%, փետրվարին ձուն թանկացել է 19.2%։ Գյուղոլորտի մասնագետները հավքիթի գնի բարձրացման մի քանի պատճառներ են նշում։ Անցած ամռանը այն վաճառել են 20-ից 30 դրամով, վնասներ են կրել։ Լոգիստիկայի խնդիրներ կան, թռչնիկերի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից, որտեղ այն թանկացել է։ Մասնագետների կարծիքով պատճառներից է նաև այս շրջանում հավքիթի ցածր արտադրությունը։ Մասնագետներից շատերն էլ նշում են, որ ոլորտը կարգավորված չէ, արտադրողներն էլ Զատկին ընթառաջ անհիմն գին են բարձրացնում։ Այդ ճյուղը այսօր կապված այդ ամեն ինչը, որ ասում են կերարտադրություն չկա, ճանապարհների հետ կապված ժամանակ առ ժամանակ փակվում են, պահեստային կերի բազայի հարցը չեն լուծում, ինկուբացիոն ձու են բերում Պարսկաստանից մեծ քանակությամբ, թռչունները, բարեկները, հավը կարգավորում էին, հիմա էդ էլ իր հերթին
ավելի շատ սկսել են ներկրելը, քան բուծելը։ Գնաճը մեր ինքնարժեքի եւ լոգիստիկայի երկերի եւ այլն թռիչքային բարձրացել է։ Եթե տեսնում եք, որ շուկայում սնունդը հատ բարձրանում է։ Մենք ստիպված բարձրացրել ենք։ Ինքնարժեքի մեջ ամենաթանկը կերն է կազմում։ Մանավանդ լոգիստիկ ծախսը այնքան բարձր է, որ ասելը չէ։ QR կոդերը դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը, սակայն դրանց օգտագործման աճին զուգահեռ ավելացել են նաև խաբեության դեպքերը։ Մասնագետների խոսքով կեղծ QR կոդերի միջոցով օգտատերերին հաճախ ուղղորդում են կեղծ կայքեր, որտեղ վերջիններս մուտքագրում են անձնական կամ բանկային տվյալներ կամ էլ առաջարկում են ներբեռնել որևէ ծրագիր։ Փորձագետները հորդորում են չսկանավորել անհայցակման QR կոդերը եւ նախապես ստուգել դրանց աղբյուրը խուսափելու համար հնարավոր վնասներից։ Հիմնական մեխանիզմը հետևյալն է, իրական QR կոդը դա լինի ինչ-որ մի հայտարարություն, սրճարանում ինչ-որ մի Wi-Fi կոդ եւ այլն, այսինքն իրական QR կոդի վրա տեղադրվում է, սոսնձվում է կեղծը կամ գայթակղիչ ինչ-որ մի հայտարարություն է տեղադրվում կեղծ QR կոդով, որպեսզի մարդիկ վստահելով սկանան են եւ ընկնեն թակարդ։ Երևան կապան չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեղ սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։ Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող Նովեյր ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։ Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր հոկտեմբերի վերջին 6 ամիս ժամկետով։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ ապրանքների վերադարձի վերաբերյալ։ Այս փոփոխություններով նախատեսվում են գործարքի ճշգրտում թույլ տալ վերադարձի բոլոր դեպքերում։ Այժմ որոշ ապրանքների դեպքում դա հնարավոր չէ, օրինակ եթե ապրանքը առանց պիտանելիության ժամկետի է, այդպիսի դեպքերում վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք։ Սա ըստ Պետեկամուտների կոմիտեի նախագահի խեղաթյուրում է գործարքի իրական տրամաբանությունը։ Կփոխվի նաև ԱԱՀ-ի հաշվանցման կարգը նոր հաշիվ դուրս գրելիս։ Սխալ հաշիվը չեղարկելու դեպքում նոր հաշիվը չի առաջացնի տույժեր։ Պետեկամուտների կոմիտեի նախագահը նախագիծ ազգային ժողովում ներկայացնելիս պարզաբանել է, թե այս փոփոխությունների նպատակն է պարզեցնել գործընթացը եւ նվազեցնել հարկային ռիսկերը։ Ոստիկանությունը քաղաքացիներին զգուշացնում է խարդախների սպասվող հերթական վտանգի մասին։ Եթե ձեզ զանգահարեն եւ բջջային որևէ օպերատորի անունից առաջարկեն կապի որակի բարելավման նպատակով ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, չվստահեք։ Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիություն ստանալ ձեր բանկային հաշիվներին, իսկ դրանից հետո նրանք կարող են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Երևանում տեղի է ունեցել շղթայական խոշոր ավտովթար հերացու թունելից դեպի Խանջան տանող ճանապարհին։ Բախվել են Volkswagen, BYD, Lexus եւ Nissan մակնիշի մեքենաները։ Նախնական տվյալներով բարեբախտաբար տուժածներ չկան, տարածքը սահմանազատվել է բարեկների կողմից, վարորդները ենթարկվել են սթափության ստուգման։ Պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է խմած ծանր աստիճանի։ Նա զրկվել է վարելու իրավունքից 1 տարով։ Նախնական վարկածով վթարի պատճառը հանդիպակաց գոտի դուրս եկած Nissan-ն է։ Գեղարքունիքի մարզում Մարտունի քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը։ Մարտի 24-ին տեղական ժամանակով 14:10-ին ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Մարտունու քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք գրանցել է օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ, ասված է հաղորդագրության մեջ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Երևանում հայտնաբերվել է մարտի 20-ին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմաց կինը։ Շամշյանքոմի տեղեկություններով 57-ամյա կինը փախուստի է դիմել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի 9-րդ բաժանմունքից։ Ոստիկանները կնոջը հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում եւ նրան կրկին տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն։ Այս կինը մեղադրվում է գերեզմաններ պղծելու համար։ Տուբերկուլյոզը շարունակում է մնալ աշխարհի լուրջ առողջապահական խնդիր։ Մարտի 24-ը նշվում է որպես տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր։ Տարեկան ավելի քան 10 միլիոն մարդ հիվանդանում է, իսկ շուրջ 1 միլիոնը մահանում։ Բարեկիչ հիվանդությունների ցանկում այն մահվան առաջատարներից է։ Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային եղանակով եւ հիմնականում ազդում է թոքերի վրա։ Հայաստանում նկատվում է հիվանդացության նվազում, 2024-ին գրանցվել է 361 նոր դեպք։
որոնց մեծ մասը թոքային է։ Տուբերկուլյոզի զարգացման ռիսկը վարակվածների մոտ 5-ից 10% է, կանխարգելման հիմքում վախ հայտնաբերումը, բուժումն ու պատվաստումն են։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է անձրև լեռնային գոտիներում ձյուն, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-ից 6 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 10 աստիճան, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 14, Լոռիում 8-ից 11, Տավուշում 10-ից 13 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 12-ից 14, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 13-ից 16, Սյունիքի նախալեռներում 8-ից 10 աստիճան, Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 11-ից 13, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ տեղեկացնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։